Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական հաղորդագրությունը թեյփր ապրիլի 8-ին ժամը 19:20-ից 22:30 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել Ադրբեջանին փոխանցված ականապատ դաշտերի տեղամատյանների ճշտկրտությունը։ Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանն արձագանքելով ադրբեջանական կողմի պահանջներին, այն է տրամադրել ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ։ Նա շեշտել է Ադրբեջանը մշտապես կասկածի տակ է դնում տրամադրված քարտեզների ճշգրտությունը, թեպետ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ չկան ավելի լավ կամ ավելի ճշգրիտ քարտեզներ։ Բադալյանը հավելել է, որ արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումների մեջ։ Ականի պայթունից զինծառայող է վիրավորվել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից փոխանցում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, զինծառայողը գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ։ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Ներդրումային միջավայրի խթանման եւ համատեղ նախաձեռնությունների իրականացումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով կողմերն անդրադարձել են անհրաժեշտ քայլերի ակտիվացմանը։ Ապրիլի 11-ից 12-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անտալիայի Դիվանը գիտական ֆորումին, այս մասին տեղեկացնում են արտաքին գործերի նախարարությունից։ Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության փոխվարչապետի հետ։ Քննարկվել են Հայաստանի եւ Կոնգոյի միջև գործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես չմշակված ալմաստի մատակարարման ռազմավարական ոլորտում։ Նախարարը նաև ներկայացրել է խաղաղության խաչմերուկ նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական գործակցության կարևոր բաղկացուցիչ։ Վարորդական իրավունք ստանալու ընթացակարգերը արդեն դարձել են առավել խիստ, իսկ համակարգում կոռուպցիոն ռիսկերը հասցվել են նվազագույնի։ Այս մասին ազգային ժողովում ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանում թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։ Նրա խոսքով վերջին տարիներին պետությունը էական փոփոխություններ է իրականացրել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքների տրամադրման ոլորտում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իր հրաժարականի պահանջին։ Ես հրաժարականի մասին հայտարարություն եմ արել, ասել եմ, որ հրաժարական չեմ տալու, նշել է Մելիքբեկյանը։ Հայաստանի ազատ ոճի ՄՇՄԱՐՏ-ի հավաքականի անդամ Արման Անդրեասյանն արծաթե մեդալ է նվաճել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնությունում 70 կիլոգրամ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում Եվրոպայի գործող չեմպիոնը զիջել է աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Բայևին։ 60 երկրների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր մաքսատուրքերն ուժի մեջ են մտել։ Աշխարհի խոշորագույն արտահանող Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը Սպիտակ տան ղեկավարի որոշմամբ կկազմեն 104%։ Թրամփը սպառնացել էր լրացուցիչ 50% մաքսատուրք սահմանել չինական ապրանքների համար, եթե Պեկինը չչեղարկի ամերիկյան ապրանքների համար սահմանած մաքսատուրքերը։ Չինաստանի իշխանություններն ի պատասխան հայտարարել էին, որ մտադիր չեն տեղի տալ Վաշինգտոնի շանտաժին եւ մինչեւ վերջ կպայքարեն առևտրային պատերազմում։ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց լարված իրավիճակ է, հավաքված ցուցարարները թույլ չեն տալիս իշխող վրացական երազանք կուսակցության ներկայացուցիչներին հասնել ապրիլի 9-ի հուշահամալիր։ Ինչպես նշում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը, իրավապահների եւ ցուցարարների միջև սկսվել են բախումներ։ Ռուսթավելի պողոտան փակ է։ Վրաստանում ապրիլի 9-ը նշվում է որպես ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության եւ հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր։
Դոմինիկյան Հանրապետության Սանտո Դոմինգո քաղաքում ապրիլի 8-ին երեկոյան ջետ-սեթ գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 79 մարդ, վիրավորվել 223-ը, հայտնում է CNN-ը։ Տանիքը փլուզվել է երգիչ Ռուբի Պերեսի եւ նրա նվագախմբի ելույթի ժամանակ։ Երգիչը նույնպես զոհվել է։ Ակումբում այդ ժամանակ մոտ 300 մարդ է եղել։ Զոհվածների թվում են նաեւ նահանգապետներից մեկը եւ բեյսբոլի գլխավոր լիգայի խաղացող։